Պարոն Պապիկյան, իմ հարցը վերաբերելու է զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերություններին եւ այս փոփոխությունների համատեքստում ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման մեխանիզմներին, որովհետեւ ըստ էության բոլորիս համար էլ ակնհայտ է, որ բանակում մահվան, ինքնավնասումների եւ այլ դեպքերի պատճառներից մեկը նաեւ այդ ոչ կանոնադրային կամ ենթամշակութային հարաբերություններն են, ինչպես է հնարավոր լինելու ապահովել, որ այսպիսի տարբերակման պայմաններում, այսինքն ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ եւ բնականաբար բացառենք այդ համատեքստի իրավիճակը։ Ծառայության պայմանների առումով նկատի ունեմ։ Անկեղծորեն գուցե հարցի էությունը լավ չեմ հասկանում, բայց ես այստեղ նմանատիպ խնդիր չեմ տեսնում։ Ավելին, սա մեզ հնարավորություն է տալու, որպեսզի նմանատիպ կանոնադրային ոչ կանոնադրային հարաբերությունները կարգավորենք, դարձնենք կանոնադրային։ Ինձ թվում է նման հարցերի քննարկման ժամանակ մենք պիտի տարբեր կոմպլեքսներից զերծ մնալով խոսենք իրականության մասին։ Իսկ իրականությունը ինչի մասին է։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խնդիրների խորքի մեջ։ Այո, այստեղ էլ կա որոշակի սոցիալական շերտավորման վտանգ, մենք պիտի այս հարցում հետևողական լինենք, բայց հարցի այսօրվա նախագծի մեխը 18 կամ 24 միլիոնով բանակից ազատվելը կամ կրճատ ծառայությամբ ազատվելը չէ։ Մենք ուշադրություն չդարձրինք մեկ այլ կարևոր խնդրի։ Խոսքը վերաբերում է քաղաքացիների 15 միլիոն դրամ պարտավորությանը, այսինքն մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին 15 միլիոն դրամի պարտավորություն մտցնելը ինչ է սա նշանակում։ Նախկինում հնարավորություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, իսկ այդ թիվը հազարների մասին է, ես ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կոնկրետ թվեր չեմ նշի, բայց այսօր Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի նրանք չծառայեն հայոց բանակում։ Կետերից մեկը 4-րդ կետը վերաբերում է դրան։ Այսինքն սա մեզ հնարավորություն է տալու, որ այն քաղաքացիները, ովքեր անվտանգությունից ելնելով, որդու անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, ունենան հնարավորություն իրենց որդուն բոլորի հետ հավասար մեր զինված ուժերում գոնե կրճատ ժամկետով ծառայության ուղարկելու։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ինչպես պարոն Պապիկյանը նշեց, սա չափազանց զգայուն եւ կարեւոր հարց է, նաեւ կարեւոր են տեսանկյունից, որ այս թե մտահոգությունները, որոնք վերաբերում են առ այսօր արձանագրված երևույթներին, թե հարցի հետ կապված զգայունությունը, որը գուցե տարբեր ժամանակներում տարբեր կերպ քննարկելու փորձեր եղել են, սակայն ինչ-որ մի պահից հաշվի առնելով հենց այդ զգայունության հարցը այդ քննարկումները հետաձգվել են, սա լավ առիթ է, որ ազգային ժողովում քննարկումները շարունակվեն, նաև մշտական հանձնաժողովներում, որտեղ կհնչեն վստահաբար այլ փաստարկներ, այլ տեսակետներ, հավանաբար դրանք նույնպես կառավարության ներկայացուցչի հետ միասին կքննարկվեն եւս մեկ անգամ եւ տեղ կգտնեն, կարտահայտվեն նախագծի այն վերջնական տեսքում, որը կդառնա օրենսդրական կարգավորում։ Եվ ես առաջարկում եմ նկատի ունենալով, որ մեր ներկայացուցիչ կշարունակի նաև ազգային ժողովի քննարկումներում գործընկերների հետ միասին այս հարցի բովանդակությունը վերջնականացնել, այս փուլում քվեարկել առաջարկությունը, կառավարության կարծիքը եւ հետո ըստ անհրաժեշտության տեսակետները նաև ազգային ժողովում քննարկումների ժամանակ ամփոփել վերջնականացնել։ Խնդրեմ պարոն Պապիկյան։ Աչետրյան, որպեսզի տարանթերցում չլինի, ես հստակեցնեմ ինչի մասին էի խոսում։ Խոսքը վերաբերում է նրան, որ երբ մենք հնարավորություն ենք ընձեռել կառավարությանը ամեն զորակոչից առաջ թիվ սահմանել, մենք նաև հնարավորություն ենք ունենալու ներքին գործերի նախարարության հետ
հստակեցնելու, թե տվյալ տարվա ընթացքում քանի Հայաստանի նախկին քաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի է դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Այսինքն մենք հնարավորություն ենք ունենալու այս 15 միլիոն դրամ վճարման արգելանքի միջոցով նախ պակասեցնել արտահոսքը մեր պատանիների, բայց միևնույն ժամանակ մյուս մասով օրենքի հնարավորություն ենք տալու նախկինում քաղաքացիությունից հրաժարվածներին վերադառնալ եւ իրենց պարտքը թեկուզ կրճատ կատարել հայրենիքի առաջ։ Այսինքն այս թվերից ելնելով նաեւ մենք կսահմանենք տարբեր զորակոչերի ժամանակ ըստ զորակոչի նաեւ մեր թվաքանակները։ Շնորհակալ եմ։ Պամիրզյան։ Ես ներողություն եմ խնդրում էլի, որ շատ ենք երկրացնում, բայց իսկապես հարցը կարևոր է։ Ես առաջարկում եմ այսպիսի արձանագրում անել, անկեղծ ասած, պարոն փոխվարչապետ, ձեր վերջի առաջարկը ստիպեց ինձ այս մասին խոսալ, ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, սա մի խնդիր է, նախ խնդիրը իդենտիֆիկացնում, հա, շարունակաբար արտագաղթի ամենախորքային պատճառների թվում ամենահիմնականներից մեկը եղել է արական սեռի զավակին բանակից ուրեմն զինվորական ծառայությունից խուսափելու ինչ-որ հնարավորություն ստեղծելը, հա, սա է հիմնական մոտիվացիաներից մեկը եղել։ Եվ նաև մենք բոլորս էլ, եւ սա վերջին 1 տարվա, 2 տարվա բան չի, 30 տարվա պատմությունն է, գիտենք, որ զարտուղի ճանապարհներով եւս արտագաղթը մի միջոց եւ նաև կան այլ զարտուղի ճանապարհներ նույն խնդիրը լուծելու առանց արտագաղթելու, հա, հիվանդություններով կլինի, որևէ կրթությունով կլինի, որևէ։ Եվ այս խնդիրը հասարակությունն էլ է քաջատեղյակ խնդրին, բոլոր պետական կառույցներն էլ, եւ այս խնդիրը մի թեմա է սա, որի մասին տարիներ շարունակ խոսվել է եւ դիտարկվել են նաեւ այս տեսակ լուծումներ, առաջարկվող լուծումները եւս, բայց երբեք լուծման չենք գնացել, որևէ կառավարություն չի գնացել լուծման։ Հիմա շարունակելով ձեր միտքը, գուցե եւ կարգավորումները վերջնական չեն, իդեալական չեն, բայց պետքա կարծում եմ համարձակություն ունենալ եւ փորձել գնալ լուծման, որովհետեւ չլուծելով խնդիրը չի վերացել, այսինքն այնպես չի, որ մենք չենք արել այս կարգավորումները եւ դրանից ինչ որ չգիտեմ, իներցիայով կամ աստիճանաբար խնդիրը մեղվվել է կամ ինչ, ոչ այդ նույն խնդիրը կա, մենք միշտ խոսել ենք եւ բոլորը մշտապես խոսել ենք եւ ոչինչ չենք արել հաշվի առնելով այո զգայունությունը։ Ես միանում եմ ձեր առաջարկին, եկեք փորձենք անենք, հետո կհղկվենք, եթե կարիք լինի։